Աբուշիմեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, Փարի Լուիս։ Փարի Լուիս սերիներ արդեն գիտեք անցած շաբաթ շատ սպառված էի ծրագիրները որոշ գրկնեցի քանի որ վերջո ցերնակներ կան այս քաղաքոջախի մեջ հիմա այսօրվա ցերնարգը սերիներ սիրո մասին է գիտեք ինչու քանի որ կալ շաբաթ չորեքշաբթի օրը Saint Valentine-ի օրն է եւ սիրելի հայաստանցիներ խնդրում եմ Վալենտին չէ մեղք է մարդը սիրո մասին էլ խոսում անուն ինչու կփոխեք քանի Վալենտինը ուրիշ մեկն է Valentine-ը ուրիշ մեկն է երկու տարբեր անվանագոչումներ են եւ գիտեք չէ գիները չեն սիրեր քանի որ Վալենտինը գին է Valentine-ը դղա է գադակն եմ ուրախացեք երկու շաբթի օր է նախագահ Թրամփը շատ բաներ գտնեց էր ամենուն վրան հարցեր, մարցեր եւ ինչ գիտնամ եւ սահմաններ։ Ուրեմն հիմա քանի որ նորը սկսանք այս վարյանին դեր հայերը պատրաստ չեն որ Ստեփանը դիտեն, քանի որ ուրիշ բաներ գտիդեն եւ հետո քանի որ բարդացված են որ Ստեփանը մտի գնեն, ուրեմն գիտեք այս փետրվար ամսում մեջ էիներ Վարդան Մամիկոնյանը գա եւ Valentine-ը գա։ Եվ մենք հայերս Valentine-ին ավելի շատ կսիրենք, քանի որ ուրախ վերջավորություն ունի։ Նայեցեք Վարդանի բարակային Սուրբ Վարդան։ Երեխաներուն սորվեցնում են քաչ եմ ես, հայ եմ ես, սարսափեցեք իմ ցերքես, Հայաստանը ազատող քաչ Վարդանի թորն եմ ես։ Բայց հետաքրքրական է, չի սուդախոսությունը կա դեր, քանի որ Վարդանը Հայաստանը չազատեց։ Վարդանը նահատակվեց հանուն Հիսուսին իր բաբային, մամային եւ այդ խորտ հայրիկը որ իրեն գբահեր։ Գիտեմ նեղվեցակ։ Բայց հոտ չերտանք, քանի որ մեզի համար կարևոր չէ Վարդան գոչեցյալը, իսկ Valentine-ը շատ կարևոր է։ Նայեցեք, օրինակի համար այսօր վնե մինչև քալ շաբաթ ամեն օր կարող է սիրահարվես։ Սիրո արտահայտություն ներկայացնես եթե իքական սերես արական սերին, եթե արական սերես իքական սերին, իսկ քանի որ հայոց բամության մեջ եւ աշխարհի բամության մեջ եղած է որ արական սերին սեր հայտնած է եւ իքական սերը իքական սերին սեր հայտնած է, բայց մենք ամոթեներով լեցուն փագած ենք այդ բոլորը հոտ չերտանք, քանի որ վերջո ամոթ է։ Եկեք կետրոնանանք, օրինակ համար ես դղամարդ եմ եւ ես սիրում եմ կանայք։ Մեկ հատ չէ, մի քանի հատ, քանի որ իրականչուր օր մեկում պետք է սիրես։ Կանանց եմ սիրում։ Կանայք ովքեր իմ նկարագրի մեջը քեղեցկուհիներ են։ Կանայք ովքեր ինձ ուրախություն կպատճառեն, կանայք ովքեր բարձրապես քանի որ Saint Valentine եկած է պետք է ուրախանանք։ Այդպես է, չէ՞։ Եվ գիտեք, ինչ վիճապանություններ պիտի լան հարաճիգա շաբթվա ընթացքին, եւ որ մի woman մորցած գլա իր գնգան, շնորհավոր է Saint կամ Սուրբ Valentine-ի դոնը։ Մեծ խնդիրներ, ընտանեկան գրիվներ նույնիսկ նա պատճառել, քանի որ բամության մեջը Saint Valentine-ը գոյություն ունեցա։ Իմիջած եմ Facebook-ով ագրնակ դիտել հիմա ինձ, ուրիշներուն ասեք, թողնստին եւ թող դիտեն։ Եվ քիչ կնայեմ ծեր հարցումները այդտեղ գխոսին։ Բայց հիմա մեկ հատ նայեմ քանի օքի գտիդեք որ Facebook-ի վրա, աչքս դգարացած է գիտեք չէ, սիրո պատճառով սիրեցի ярստարան հասկացողությամբ աչքս ադարին բայց հիմա կսպասեմ որ քանի ցեզի արիվ դամ որ դուք զանգահարեք եւ ծեր սիրո արդահայտությունը
40 հոգի արդեն այդտեղ գա եւ 1 հոգի մի բան գսե դեսակ սեներ երաշտությունը սկսավ ուրեմն սեներ ահա վասիկ կդեսնեք որ աստուծո գամքը չի ասի այս քիդուչյան գամքն է իհարկե նայեցեք այստեղեն գավազ է քանի աստված ամիջական ասոր ուշ չի դար եղած է Ստեփան դեր Դուք սպասեցեք հիմա ես ձեզի պիտի խոսիմ ձեր հետ բայց եկեք քանի որ արդեն 49 հոգի հոս է եւ քանի որ 4 հոգի հոն է բայց ամբողջ գլանդելը գտիդե եւ ամբողջ Լոս Անջելեսը սեներ գիտեք ինչ են այդպես կանցրատառնամ հիմա սկիզբ ժամը գուզեմ որ քիչ մասանք մինչեւ քանի նայեցեք պիտի սիրահարված եմ չէ պիտի սիրահարվիմ այս ծրագրի ընթացքին եւ դուք ինձ պիտի զանգահարեք եւ ինձ խրատ պիտակ որ քանի որ սիրահարվիմն է գիտեք սկացումներով պիտի սկսեմ որոշում կատարել եւ ոչ թե ուղեղով եւ գնաց սխալ բաներ անել չէ եւ հետ օրինակամար եւ տամ մորուկս որ պետք է սապրվի իմ չասեմ բզիկ բան մգդրեցի աստեղեն ծրիր ես կդրեցի բայց եթե պիտի սիրահարվիմ եւ ամուսնանամ եւ վալենտայնի օրը պիտի լավ հագնիմ ծախսերը կբացվին եւ ծեր տրամով բիտնեմ այդ բոլորը ուրեմն այժմ արդեն 7 վարյան անցած է ծրագրին ուրեմն ամեն մարդ ցկեցին այդ միս աբուշ ծրակիվները որ կան անուշատիր եք ադոր ես խփեցի ես զարգի ես տուների կամ միսը որ ընտանիք ասան գրերը ադան գրերը եւ հոսե սեներ եկեք այժմ երաշտական հատվածը ես եւ դուք մտիգնենք եւ նայեցեք ինձի ինչպես ես սիրահարված վիճակի մեջ եմ ուրեմն դեսահոլովակ չէ այլ բարձաբես քիչ առաջ որ ինքնաշարժով գլենդել են Լոս Անջելես գկշեի ինքնաշարժից մեջ իմ ընկերոջը Սակոին վերջին ցայնասկավարակը գա որի մեջ երկեր գա որ չեմ սիրել բայց այս մեկ երկը օրինակի համար հետաքրական բարեր ունի եւ գիտեք ես գսիրեմ երաշտություն ու դեր կարող ես բանաստեղծությունները հասկանալ մդիգնել եւ այս այդ երկերը մեկն է Սակոին որ իհարկե իմ ունեցածս նախքան իր հրադարագած այսինքն դարբերագն է ավելի ես ասանք կսիրեմ անանք բաներ մդիգնել սեր եւ հիմա այժմ օրինակի համար հետաքրական է որ մեջը գսի բանաստեղծության մեջը դեմը իմիջիայց ասեմ որ Աննա Արմենագյանն է բանաստեղծուհին որ այս բարերը գրած է եւ հիմա ես այս վարյանին ցեզի հետ միասին պիտի ունգընտրեմ եւ հետո դուք իրավունք կունենաք ձեր հերախոսազանգերը եւ ձեր թշկողությունը կամ բարեխոսությունը սիրո հանդեպ արդայդվիկ ես որոշեցի այս շաբաթ այսօր վնե մինչեւ քալչորեք շաբթի իրականչուր օր մեկ անգամ պիտի սիրահարվիմ եղավ սեներ քանի որ ինչպես որ գիտեք մակուրայենով գսեն ռոմանտիկ տղա եմ ես Իմ շայց եզիսեմ, որ այս շապատ երեգոյան Օլիվիա ջաշարանի մեջը բզդիկ տրամահավակ մը գգադարեմ նորոր շապատա թևտին, որ 85 տարեկան գլա, քանի հայերեն թևտը գիտեք շատ կարևոր է, բայց մենք ամենից հայերեն չենք կարդար, չէ, ես կգավտամ, բայց մեզան, ուրեմն այդեղ այս Սուրբ Վալենտայնին նվիրված բզիկ անտիվ են, բզիկ դերմն էինք 100 հոգի այդեղ 120 հոգի գնան նստիլ այդեղ, մեկ-երկու սեղան մնացած է, պետք է վաճառեմ եւ պիտի սկսեմ այս շաբաթ ցեզի զանգահարել եւ ասել եկեք միասին Սուրբ Վալենտայնը դոնենք, քանի որ Ամսուն 24-ին եւ որ Վարդան Մամիկոնյանի Վասն հայրենյաց եւ Քրիստոսի համար որ ինքզինքը սպանեց աբուշի մեկը բիդել աստվածանք բամնես բիդի չի դոնեմ օ ներողություն կա շաբաթ 23 24 25 ցուցանտես կա հայկական արվեստի պատկերասրահի մեջ Լարիսա Սաֆարյանի ցուցանտեսն է ներկա գտնվեցեք Քաչվարտանը այդ 5 շաբթի գիշերը 5 շաբթի գլա Քաչվարտանը գավզեմ չէ ինչ որ է հիմա իդ վերադառնանք իմ այսօրվա նյութին քանի որ այսօր երկու շաբթի է եւ ինչու մի անտե 40 օր 40 գիշեր հարսանիք պետք է կատարեք
սիրահարվել են հետո ես կսիրեմ նվազագույնը 10 օր նախքան սիրահարվելու դոնս տոնեմ միասին լավ ժամանակ անցկացնենք Եվ այժմ լսենք այս քեղեցիկ երգը գդարված իմ լավ ընկերոջս Սակոյի, որ գտնաս ունգընտրել։ Գիտեք, մեր այսօրվա երգիչներու երգերը միան թե մեջը բարը չես կվնալ լսել, բայց նայեցեք հիմա եւ նայեցեք իմ դեսքիս, ինչպես պիտի հալվիմ ծեր առաջ ես։ Մտի գնենք։ Ծեր պիտի չի պատասխանեմ ձեզի, քանի որ այս երգը մտի գնենք, նայեցեք, քիչ մը գնամ ցայնը բարձր ունենալ այստեղ։ Առանց սիրո չկա, դադարգե ու ոչինչ չկա, առանց սիրո չկա, երազանք լույս չկա, ինձ համար սերը տարապանք է, երբ դու չկաս, երբ որ չկան սպասող աչքեր, Սիրող չկա, բայց ես գտել եմ քեզ, սիրում եմ ու սպասում եմ քեզ, դեգուս գիտեմ, որ ուրիշին ես, գիտեմ իմը չես, բայց ավատում եմ, որ դու մի օր գտաս ու չես գնա, ես երջանիկ եմ, որ գիտեմ աշխարհում սերը կա Մեծ նվեր է կյանքի ուժն է Սեր ամենալսոր զգացմունքն է Սեր մի հրաշք է, բայց մի բար է Սեր ամբուժելի հիվանդություն է Սեր երեք դար է, բայց հոգի սայրում դանչում է Ես երջանիկ եմ, որ գիտեմ աշխարհում սերը կա Ուզվեցա, ավցուկ պիտի չնալ, բայց ըսկացի, որ այս վարյանին ես սիրարված եմ։ Կյանքն ասես, միշտ քարքարոտ, մի ճանապարհ է, ամեն ինչ փուչ է, ու դադարգել շատ դժվար է Աշխարհ Հոգի սանդուն է միշտ տխուր դապարական է Եվ միշտ անցնում է ժամանակն ասես վարգյան է Սերը մեծ նվեր է կյանքի ուժն է Սերը ամենալսոր զգացմունքն է Սերը մի հրաշք է, բայց մի բար է Սեր ամբուժելի հիվանդություն է Սեր երեք դար է, բայց հոգի սայրում դանչում է Ես երջանիկ եմ, որ գիտեմ աշխարհում սեր գիտա Բայց մենք ցեղասպանություն դեսած ազգ ենք 102 տարի առաջ մեզի մորթեցին, մեզի սրբեցին, մեզի վերացրեցին, պետք է մենք թեր լանք այսօր իսկ սերը գահտահարի այդ բոլորը։ Բայց ես պիտի սիրեմ Գիտեմ, որ աշխարհում երջանություն ու հավերժ սեր կա Սեներ, ես ակիդեմ, որ սեր գա հաջորդ 10 օրերուն իրականչուր օր մեկ հոգի չէ ամեն օր մեկ հոգի եղավ հայկական սովորության մեջ մնանք ամեն օր մի աղջիկա մի գնգա մի քեղեցկուհիմը քանի որ մի անտե քեղեցկունիևն եմ որ ես իրենց սիրում եմ Ձեր խոսազանգերը գիտեմ արդեն սկսակ զանգարելու համբերեցեք Աստուծո սիրուն քանի որ նա տրամ պետք է աշխատի Աստված Իմիջալ լսեցիք ուրեմն 2 տարի առաջ Էջմիածի մեջ կոնյակներ հրադարագած են
Սուրբ Էջմիածին կոնյակը եւ հատուկ նվերներ ըրած են ադիգա եւ հիմա վաճառքի իջած է շատ սահմանափակ թիվերով իհարկե սա ծանոթություն չէր այլ ավանակ հայկական եկեղեցվո հագա եկեղեցական կորձունեություն ուներ արևդրական ծանոթություններ Վայելեք Կարուն ընկերության անարատ համեղ թթվասերը։ Կարունի Village թումա պանիրը, Կարունի բրինձա ֆետա պանիրը, Կարունի սուլգունի պանիրը։ Եվ այժմ ներկայացնում են Կարունի գոուդա հալեցված պանիրների տեսականին։ Համեղ փափուկ պանիր ձեր ընտանիքի համար։ Կարուն, համեղության անուն։ Էնսինոյում գտնվող Terrace Restaurant and Lounge-ը միջին արևելյան ճաշարանների բազմությունից առանձնանում է լավագույն լիբանանյան խոհանոցով։ Ճաշարանի շքեղ բացօթյա սրահը անկրկնելի է բուրավետ հուկա վայելելու եւ միջին արևելյան ախորժալի խորտիկները ճաշակելու համար։ Ուրբաթ եւ շաբաթ կենթանի նվագախումբը, DJ-ն ու գեղեցկուհի պարուհիները ձեր ժամանցը կհամեմեն միջերկրական կրքոտրիկներով։ Ճաշարանը բաց է շաբաթը 6 օր, ճաշին եւ ընթրիքին։ Անմահական ուտեստներ, անկրկնելի միջավայր։ Terrace Restaurant and Lounge։ Ուրեմն սեներ արդեն բատկամներ գա, գիտեք իմ ակցիզի տիպիդան որ խոսիկ, բայց արդեն Facebook-ի վրա վեճ-վեճո Facebook-ը նոր աստվածաշունչ ունի։ Նրա ուղղությամբ ամեն ինչ գնենք, հոս Անետը գսե սիրահարվելու ես ուրբաթ գիշեր մեր շի լավ ցուցահանդեսին։ Գիտեք անցաշաբար որ ցեզի նայեցի այդ 45 կանայք որ սիրահարված են եւ ուզեն սիրահարդայություն անեն, Անետը գսե որ պետք է սիրահարվիմ Սակո աստե քեզի լավ բաներ գսեն որ հետաքրական երկ է ուրեմն հիմա անցնիմ ծեր զանգերուն բայց սերներ նկատի արիք որ երաժշտություն ընկնտրելու համար կամ երկ ընկնտրելու համար պետք է բարերը հասկանաս ասե երկը եւ ոչ թե առանց հասկանալու միան թե աղմուկ քանի որ աս կորզը կիցոնագը նե չկիցոնագը ամեն մարդ երկիշ դարձած են անցնին առաջ Բարի լույս, ծեր գարձիկը սիրո հանդեպ։ Սիրո հանդեպ։ Այո։ Ոչ մի բան չկա սիրո հանդեպ։ Ստեփան ջան։ Ինչու հոգիս։ Հա։ Ինչու հոգիս բամը չկա սիրո հանդեպ։ Այս հաջորդ շաբաթը ամբողջ սիրո մասին մի դլա նյութերս։ Ես պիտի սիրահարվիմ ամեն օր։ Այդ կարելի է ամեն օր սիրահարվել, դա լավ զգացմունք է։ Հա, այո, շնորհակալություն։ Իսկ դուք չեք սիրահարված ձեր կյանքում։ Մեկ անգամ։ Երիկա։ Հերիկա մեկ անգամ չես սիրելիս, հոդ է հիմնական սխալը այդտեղ է, որ մի հատ մեկ անգամ սիրահարված եք։ Եվ շատ շուտ անցել է։ Նորը գա, լիքը նորը գա։ Ումա պետք։ Ումա պետք։ Սերը ամեն մարդու պետք է։ No։ Չէ։ No, ումա պետք։ Ամենը բիզնեսը Ստեփան ջան։ Հա, չէ, բայց տուն եւ իր միջևը բիզնես չէ, արևդուր չէ ադիգա։ Մյուսները գիտեն որ էշացեր են, ուզում են այ, բայց տուն գտնաս տուն եւ իր միջև սեր ունենալ եւ մյուսներուն վրան խնդալ եւ քեզի արևդուր չանեն։ Չգիտեմ։ Ինչի մասին գուզեր։ Ինչի մասին գուզեր խոսել տուն։ Ոչ մի բան։ Եվ, ուրեմն ուրիշներուն արիտ տանք, շատ շնորհակալություն։ Բարի լույս, ծեր գարձիկը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այդ որ ասում եք սիրահարվել այդ փետրվար 14 ապրիլ 24 այդ պետք է 20 տարին 12 ամիս ումստական 365 օր է ոչ թե մի օր սիրո օր տնեն էսի մոբատերի հետիկ հետո մնացած օրը դες ու չարդ իրար հետ կռիվ տադի հետո մեկ էլ ապրիլի 24-ին մենակ հենց այդ մի օր մտածեն չարդի մասին պետք է տարին բոլոր Չէ, նա ես մտածում եմ, չարդի մասին ամեն օր մտածում եմ։ Հավաքվեն ոչ թե մի օր տնեն
Երկրորդն է սերը կապ չունի, կարող մեկը ինքը իրան է շատ սիրում, մեկը իր շանն է շատ սիրում, մեկը իր կատվին է սիրում, այդ ինչ կապ ունի։ Ամեն մարդ իր համար մեծ տեսակ է բանանում, դու չես կարող ստիպես մեկին, որ ասեք այսօր սիրո օրն է, պիտի սիրես։ Չէ, կարող ես։ Կատվին է սիրում, կամ իր շանն է սիրում, կամ ինքը իրան է Այո, շատ բայց սիրում։ գիտես ինչ է, մարդիկ կան օրինակի համար ծմերը գուզեն ցունի ելնել, ամառը գուզեն զովեզերք երթալ։ Փետրվարի 14-ին համար ագնա սիրահարվի։ Տիպողական բան չի, որ դրել են ապրիցա բանին։ Աբե, եղավ, շնորհակալություն, ասենք միսներուն։ Այո, շատ շնորհակալ եմ։ Բարի լույս։ Բարի լույս, ծեր գարձիկը։ Բարի լույս, ծեր գարձիկը, երադեսինի մի նայիք։ Հայ բայս, բայեկոզ, ինչպես եք, լավ եք։ Ես լավ եմ, դուք ինչպես եք։ Շնորհակալ, ես Երադեսինի մդիկ մի ինեք, խնդրեմ։ իմ կարծիքը Այո։ միշտ սերը անվերջ չէ, սերը վերջ չունի, ես հիմա սիրում եմ ձեզ ռակիր, սիրում եմ ձեզ և հարգում եմ ձեզ, Այո։ սերն անվերջ չէ, Ուրեմն կարելի է սեր, որ ես եւ տուն սիրահարված են գիրարու վրա։ կարելի է, Սիրում եմ քեզ։ սերն ամեն մարդը կարող, ծաղիկին սիրում եմ, լույս սիրում եմ, Հա։ Եվ Ստեփանին ես սիրում։ այո, հաջողություն ձեզ։ Շատ շնորհակալություն, ես իսկապես աստվեցա այս վարյանին։ Բարի լույս, ծեր գարձիկը։ Ստեփան ջան, Անահիտն է հյուրազայում Կանադայից։ Օ, Կանադային երացենց կանայդ, ես քեզ սիրում եմ Անահիտ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում, հրաշալի անձնավորություն ես։ Եվ մի քիչ առաջ Տիկին ասեց, որ ինչի համար սիրել կամ սիրահարվել։ Սերը այնպես զգացողություն է, որ ամեն վարքյանն է մեր մեջ եւ կապ չունի անձի հետ, կապ չունի ապրանքի հետ կամ որևէ բանի հետ։ Ուղղակի դու սիրում ես եւ սիրում ես բոլորին եւ սիրում ես կյանքը ամենակարևորը։ Ուրեմն կյանք սիրել ավելավ է, քան թե իքական սերը սիրել։ Այն բարակային։ Գիտես ինչ է, կյանքը ես գտնում եմ, որ եթե կյանքը սիրում ես ամեն ինչ։ Ամեն մակարդակով իհարկե որակի մասին է խոսքը նայել։ Այո։ Այսինքն երբ որ սիրում ես կյանքը եւ կյանքի ընթացքին ինչ որ կբադայի քեզի գսիրես այդ ամենը, նույնիսկ եթե հանդիպումը այդ քո այսինքն դարբերագին, այսինքն եթե գսիրես տղամարդը կամ գսիրես կին արմատը։ Այդպես։ Իհարկե, որտեղ սերը չեն կարող ասել, այս անձը ինձ դժվարություն տվեց, դժբախտություն տվեց, ուրեմն արի ու մենք այլևս չհավատանք սիրուն կամ չսիրենք կամ եւ այլն։ Իսկ մարդիկ ովքեր որ սիրահարված են եւ հարված են սիրուց, այսինքն դժվարություններ ունեցել, դրանք հարված չեն, դրանք շատ լավ դասեր են, որոնք պետք է սովորենք եւ շարունակենք սիրել ամեն ինչ։ Եղավ։ Սերը առաջարկ պայմաններ ունի։ Չէ, պայմանները արդեն որ եղավ, արդեն առևտուր, արդեն շուկայական հարաբերություններ պետք է։ Ես այսօր քեզի այս չափ կսիրեմ։ Ես քեզի այսօր այս չափ կսիրեմ։ Այսօր քեզի այս չափ կսիրեմ, վաղը քեզի այս չափ կսիրեմ, միսօրը քեզի այս չափ, հետո միսօրը եթե այս չափ կսիրեմ։ Նայ, սերը հավերժական զգացողություն է եւ դա ոչ չափ եւ այլն գոյություն չունի դրա համար։ Ուղղակի սիրում ես տիեզերական զգացողություն է դա։ Հիմա թուն Կանադա ժամը 2-ն է արդեն։ Այո։ Նստեր ես, որ քու սիրո արդայդությունը ասես հիմա։ Ես սերը որ չափ մարդուն։ Նայ, ես քեզ շատ լավ բարեկամն ես դու եւ քեզ շատ սիրում հարգում եմ եւ կարող եմ ասել ամբողջ աշխարհին, բոլոր ամբողջ աշխարհն էլ գիտի դա եւ դրա մայել հետեւում եմ քո հաղորդումը, դա Շատ շնորհակալ եմ։ Ուրեմն արտահայտվելու ձև է նաև։ Ես գնահատում եմ քեզ, եւ կյանքը հրաշալի բան է, պետք է սիրել։ Եղավ։ Շնորհակալություն Անահիտ, շնորհակալություն։ Եղավ Ստեփան ջան։ Բարի լույս։ Սիրեներ դեսակ, սերը սահմաններ չունի։ Հենց հիմա կզես որ Ամերիկայի եւ Կանադայի բադը եթե սարքեն, Մեքսիկոյին մի սարքեն, բայց նույնիսկ այդ որ սարքվի բադերը սերը սահմաններ չունի, անստինգ առաջ։ Սխալ դեսակ Աստված հադուկ Աստված խանթեց ինձի ուրիշ տեղեր գողերգեգոր Ձեր գարձիկը բարի լույս Բարի լույս Ստեփան ինչպես ես Ես լավ եմ դուք ինչպես եք Լավ thank you
միջազգային թուլություններից մեկն է։ Թույլություններից մեկն է։ Թուլություններից իմ կարծիքն է դա կարող է սխալ եմ։ Չէ, խնդրեմ բացատրեցեք ավելի։ Որովհետև մարդ սկսում է սիրել անկախ իր կամքից։ Եվ ինչքան սիրում է, այնքան սկսում է կուրանալ։ Շատ թերություններ չի նկատում դիմացինի մոտ, եթե սիրահարված է։ Հետո մարդ կարա ոչ թե մի անգամ, կարա մի քանի անգամներ սիրահարվի, եթե Պարուր Սևակ կարդացել ես, կարծում եմ կարդացած կլնես, Պարուր Սևակը իր տողերի մեջ շատ լավ է բնութագրում, որ ասում է նորից չեն սիրում, սիրում են կրկին։ Այո։ Այսինքն կարա կրկնվի սերը։ Եվ հիմա այս վարկանին ուրիշ բան հիշեցի, Էլվինա Մագարյանի երգերից մեկը գա, որում մեջը գսե մարդ կարող է երկրորդ անգամ սիրահարվել, եւ փաստը այն է, որ ես քեզ սիրում եմ։ Երանի այդ օրերում, որ մեր այս նոր սերունդը կարողանաս մեր հիների բանաստեղծությունները, երգերը մտիգնեն եւ ոչ թե այս աբուշ քրեհիկ բարերով Yo բաները, ինչ որ է, շարունակեցեք խնդրեմ, այս վարկանին միտքս այդ երգը եկավ։ Հիմիկվա սերունդը շատ ծանոթ չի գրականության այդ բանաստեղծություններին, քիչ երիտասարդներ կհանդիպես, որ ծանոթ է այդ գրականության այդ բաներին, պատմությանը թեկուս հայոց մակերեսանային գիտեն շատ, անշուշտ դա ցավալի է, բայց մի բան էլ ասեմ, որ Դուք քանի անգամ սիրած եք։ Ստեփան։ Սերդիգինը կովերնի դե։ Հա, մի խոսիկ այնալենի մա գրիվ չեմ ուզել, իմ բաջարոր ծևդան մեջը գրիվը լա։ Հա դե եղել է, բայց ամեն տարիքում էր մարդ կարա սիրահարվի։ Իհարկե, կյանքը այդպեսին է, որ կյանք սիրում ես, չէ, ինչպես որ Անահիտը քիչ առաջ ասավ, եթե կյանք սիրում ես, ուրեմն ամեն ինչ կարող ես սիրել։ Այո։ Բան չի սիրահարվելը, բայց կա կույր սեր, կա գիտակից սեր։ Եթե կույր սերը արդեն ոչինչ չես տեսնում դիմացինի մոտ։ Միայն մի ցանկություն կա քո մոտ, որ դիմացինը լինի քոնը։ Բայց նաև լինում է գիտակից սերեր, որ մի քիչ գիտակցորեն ես մոտենում եւ կարող ես ոչ թե կորել այդ դիմացինի թերությունները միևնույն ժամանակ տեսնել, դա ավելի լավ է գիտակից սերը, որտեղ անգիտակից սերը կործանման կարա տանի։ Այո, գիտեք, այդ ինչ որ բացատրեցիք, երկու սեր կա աշխարհի վրա։ Սերմը գա, որ ֆիզիկականի հետ կապ ունի, եւ այդ մեկը կարող է քեզի խելակար դարձնե, ամեն դեսա, ինչ որ դուք բացատրեցիք։ Իսկ երկրորդը այստեղի աստեղով սիրել գա, եւ աստեղով որ գսիրես, գապ չունի այդ մարդը ֆիզիկական սեր ուրիշի հետ որ ունենա։ Բայց դժբախտաբար մենք հայերս, քանի որ այս մասը չենք օգտագործում, միայն թե աստեղեն վար ենք օգտագործում։ Ստեփան օգտագործում ենք ինչու՞ չէ։ Չէ, չենք օգտագործում։ Ինչ որ է Աստված ներսեն ինձ էսա, որ պետք է ամեն փող աշխատենք այսօր, քանի որ չենք աշխատացել։ Շատ շնորհակալություն ձեր զանգին։ Բարի լույս եւ հաջորդ 10 օրերուն շարունակեք սիրել։ Բարի։ Ստեփան մի բան էլ ասեմ, ու վերջացնենք։ Ասա։ Սիրո հետ եթե նաև կա գիրքը, անշուշտ արդեն մի քիչ գերագույն սեր է լինում։ Չէ, նայեցեք, հոս կուզեմ ձեզ ընդհատել ասել, որ գիրքը ինքը արդեն սերն է։ Բայց մենք ամոթեներ ունենք, այդ իսկ պատճառով նրան վրա ասում ենք ամոթ է գիրքը, սերեցի շնորհակալություն։ Չէ, Ստեփան, ես համաձայն չեմ, գիրքը սեր չի։ Եղած է։ Գիրքը սեր չի։ Գիրքը սիրո ամենակակատնագետ արտահայտումն է, չէ՞, վեճ ես քեզ սիրեցի, որ ասեն, վեճաչան անգողին պետք է երթացվի։ Էդի հետո է գալիս, հետո։ Բարի, ասված մի բաժե հիմա ինձ տրամ փող է ուզում աշխատի ներսից։ Շնորհակալություն։ Բարի լույս։ Սեներ, ես այս շաբաթ պիտի սիրեմ ձեզի, ձեր բոլորին պիտի սիրեմ, բայց մի քանի իգական սերգա, որ ավելի պիտի սիրեմ այս շաբաթ։ Իսկ այժմ Աստված որ խեղճ գնգան ցկեց Հոսեփին վրան երթա, դղանա հայրիկ կգան չի, որ մարդ 33 տարի Հոսեփը Հիսուսին նայեցավ, Հիսուսը վեճաճան իր անարակ հորը ասեց Աստված։ Հոտ չերտանք, քանի այսօրվա մեր նույթը սիրո մասին է։
եւ այդ մարդը, որ իբր թե սեր պետք է դարածեր, սիրո կաղապարը չեր գիտեր ինչ էր ինքը Հիսուսը։ Իսկ այժմ փող թող աշխատի Աստված։ Բարի լույս։ Հորիզոն հեռուստաընկերությունը աշխատանքի է հրավիրում գովազդային գործակալների, բարձր տոկոսադրույքը երաշխավորվում է, լեզուների իմացությունը ցանկալի է, զանգահարեք կամ այցելեք մեզ։ Սա սովորական պանիր չէ, այլ համեղ ավանդույթ, որն ունի անարատության զարմանալի համ, Ars Feta, համեղ փափուկ պանիր։ Այն պատրաստված է Գերմանիայում միջերկրական ծովի ժողովուրդների հնագույն ավանդույթներով, 100%-անոց մաքուր, թարմ կաթից եւ չի պարունակում որևէ արհեստական հորմոն։ Որակյալ պանիր ձեր ընտանիքի եւ հարազատների համար։ Ars Feta, հին աշխարհի սքանչելի որակ։ Սեներ Facebook-ի վրա Միրանը գսե որ Ստեփան Տրենդարաչը մորցար։ Եղբայր պետք է մորնանք, այլևս ինչ անանք հայկական սովորություններ, Վարդան Մամիգոնյան, քրիստոնեական սովորություն, որ մեզի հետ կապ չունի, իսկ մյուսը Saint Valentine։ Շարունակեցեք դիտել սեներ, ես սիրում եմ, որ միաժամանակ կարողանում եմ Facebook-ի վրա եւ այստեղ ցեզի հետ խոսել։ Եվ մարդիկ կուզեն սիրո արդարության մասին խոսել։ Քիչ աչվա երկի ընթացքին տեսակ որչապ ես հուզված էի, քանի վերջեջո ես ըսկացումներ ունիմ, որչապ որ ուղեղս կօգտագործեմ, ըսկացում ունիմ եւ որոշեցի որ պիտի սիրահարվի։ Մի քանի անգամ մինչեւ ամսուն 14-ը եւ վստահ եմ որ մարդիկ կհասկանան, կամ գանայք որ կսիրահարվին իրենց վրան եւ իրենք կսիրահարվին իմ վրաս, իրենք կհասկանան թե ինչու ես սիրահարվում եմ իրենց վրան մինչև ամսուն 14-ը։ Բարի լույս, ծեր գարձիկը։ Բարի լույս, Ստեփան։ Բարև։ Եթե մարդու կյանքում ծախողվում առաջի սերը, կապ չունի ում մեղնա, թող եթե իրեն սխալնա, թող սխալից սովորեն ու փորձեն սիրել կրկին։ Չի կարելի մի անգամով որոշում կայացնել, որ ամեն ինչ սուտ է։ Հույսով երկրորդ անգամ մարդը կսիրի ճիշտ անձնավորությունը։ Եկեք վարյամ գետրոնանանք ձեր առաջին խոսքին, որ ասիք առաջին անգամ եթե սիրե, այսինքն սիրահարվի, հետո բաժնվի, կամ սիրահարվի եւ դեռ չի հասնի, կամ սիրե նույնիսկ այդ մարդը չիմանա, որ իրեն սիրած է։ Այդ տեսակի սերեր։ Այո։ Խնդրեմ։ Բոլոր սերերը։ Չի ստացվում, չի կարելի ինչն ասում հանձնվել, որ սեր չկա։ Որովհետև շատ կարևոր է որ մարդը ապրի իր կյանքում սիրելով եւ սիրվելով։ Այո։ Եղավ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բարի լույս։ Գիտեք ինչ, ես գրեթե շաբաթը 3-4 անգամ կսիրահարվիմ։ Բայց հետո ուղեղս կօգտագործեմ եւ կբացատրեմ, որ սիրահարված եմ, անցին։ Հետո արդեն գտանա սովորական։ Բայց անցին արա, ծեր գարձիկը։ Ծեր գարձիկը։ Բարև։ Բարև լույս։ Ինչպես է։ Լավ, դուք ինչպես եք։ Քիչ ավելի բարձր խոսիկ, ցածր ծեր ցայնը։ Այո, մեծ սիրով։ Նայ, դու դες որ շաբաթը կան անգամ նախ շատ շնորհակալ ենք ծեր հաղորդում եմ։ Շնորհակալություն։ Ամեն օր կդիտենք եւ շատ ուրախ ենք ինչ ուտեմ։ Իսկ ուզեմ ասել որ դու դες որ կան անգամ կերտասկուկած շաբաթը կան անգամ աղջիկների հետ բայց ներողություն սխալ կհասկանաք կորինձի։ Ինչու ծեր միտքի մեջ անիկա է որ ես ամեն օր դարբեր աղջիկա հետ որ սիրահարվում եմ ամենաման
Հա, բայց սիրահարվում եմ ամեն անգողին չեմ դանում իրեն, սիրահարվում եմ։ Ջաշի ընթացքին սիրահարվում։ Կոկորսն է։ Հա։ Ահա, ուրիշին կորձի չլա է։ Բայց ներողություն նայեցեք, վարգյանական ֆիզիկականի մի երթակ։ Հոգեգան սիրահարվելը, մտքով սիրահարվելը ֆիզիկականի հետ կապ չունի։ Այդ աղջիկը կարող է ուրիշին հետ երթար քնել իր ֆիզիկական հաճույքը ստանա, բայց ես սիրահարված եմ իր վրան։ Կընդունի գադիգա։ Կընդունիմ, մեծ սիրով։ Հիմա քիչ մնալ տանելա, տանը տիգրանը քեզի տելեֆոն դիննե քեզի։ Սպասիր։ Կսպասենք, եղավ, շնորհակալություն։ Ամենայն տարիք քեզի։ Բարի լույս։ Ձեր գարձիկը։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարող ենք խոսանք։ Այո, իհարկե, ուղի եթերի վրա եք հիմա գարտեն։ Այո, պարոն Ստեփան, մենք միշտ նայում ենք ծրագիրը եւ մեկի քեսի տարբեր է ձեր գաղափարախոսության համեմատ, որովհետեւ ինչպես դուք եք ասում եք օրինակ, էսի կոմերցիալ նպատակ ունի, ասենք ինչքան ծաղիկատվախվի, ինչքան նվերներ եւ այլ, այս 14-ը որ տերել են փետրվարի, լրիվ էս առևտրականների գործն է։ Օրինակ ասեն Father's Day, Mother's Day, Father-ին պետք է տարի 365 օր սիրել, Mother-ին էլի նույնպես, սիրածին նույնպես, էսի ստից բաները, որ փետրվար 14, ձեր գաղափարախոսությանը շատ հակառակ է, այս ծրագիրը որ Այո, չի, բայց ներողություն, ես չասեցի, որ ներողություն։ Պետք է մենակ 14-ին կամ 15-ին փետրվարի։ Չէ, աստեղ են մինչև 14-ն եմ։ 5 օր։ Այո։ Բայց Father's Day ինչի մարա, Mother's Day ինչի համար։ Չէ, սիրելիս։ Էդիկ լրիվ կոմերցիալ էսիկ փող աշխատելու միջոց։ Եղավ, ամսուն 14-ին, այո։ Եղավ, շնորհակալություն։ Լրիվ միջոց է։ Շնորհակալություն։ Father's Day-ը, Mother's Day-ը, չեմ անում, Եղբոր's Day-ը, Uncle Day, Brother's Day, Sister's Day։ Չէ, ասիգա սիրել Չէ, դարբեր է, չէ, մեծ դարբերություն կա այդ սերը։ Եթե դու լավ փող կաշխատես, եթե տնես օրինակ մատ մայիսի 3-ին կամ 15-ին Sister's Day, Brother's Day, իր Հա, ադիգա աշխարհի օրենքն է, ադանք միշտ պետք է արիթը լավ որ մարդիկ բանվանեն։ Ոչ կորեկտ չի, ես ու դու կարող ենք եկուս մտածենք, մատ Brother's Day ինչի չկա։ Կարող ենք միասին տնենք։ Գա հայերը երկուն ինչ է, իմ աղբերս, ջանո։ Երկան նվերներ կծախենք եւ միլիոներ կլինենք։ Եղավ։ Brother Չէ, ես չեմ ուզում միլիոներ լինել, ժամանակ չունեմ արանք բաներու։ Երկուն են, բայց այդ հայերը 4 Հայաստան 28% երկիչ են, 3-ից 1-ը երկիչ են, դա կապ։ Էհո, գլանդելա նույնն է։ Ամեն Հայաստանի ամեն երկիչները հոս են հիմա։ Քանի գիտեն որ աբուշները հոս են որ դրամ գծախսեն իրենց։ Եղավ, ասենք առաջ։ Շնորհակալություն։ Բարի լույս։ Սեր գարձիկը։ Բարև Ստեփան ջան։ Բարև հոգիս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ուրեմն դու շատ ճիշտ խոսք ասեցիր, որ վերևնահարգը եւ ցածի հարգը իմ կարծիքով շարունակեցիր այս կարևոր նյութը։ Իմ կարծիքով երբ որ մեր վերևնահարգն ասիվարվում եւ մենք որոնում ենք այն բանը, ուրեմն ես սպասել եմ քո ծրագիրը տեսնեմ, զանգել եմ քո խոսում եմ։ Բայց այս բանը սովորում, ասեք այդ մեծ սերը որ ես իմ ուսուցում աշխատել եւ ինձ ավելի լավ եմ զգում, ավելի բարձր եմ զգում, ավելի լավ մարդ եմ լինում։ Երբ որ իմ կարծիքով սերը այնոնից ցած է լինում, այսինքն ուղղել չի աշխատում, ուղղելը կանգնում է եւ ամենը ֆիզիկական է դառնում։ Այն սերը որ երբ որ ֆիզիկապես դու բարվարվար եւ վերջացավ սերն է վերջանում այրտում, այսինքն գուցե մի քիչ գոյատևի, բայց վերջը վերջանալ դա։ Իմ կարծիքով եմ ճիշտ սերանա որ քո ասելու որ ճիշտ խոսք ասար, ինչքան որ մեր ուղեղը ավելի աշխատի, ավելի լավ մարդ լինենք, ավելի լավ հասկանանք ուշնենք, ավելի լավ սիրենք, and in կարծիքով իսկ սերն է եւ նատած բան ինչպես մեծ տիկին շատ ճիշտ ասեց, նատած բիզնես է եւ արևտուրն։ Ես կուրսանոց որ փոխարինებას ստանաս։ Շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն քեզ։ Բարի լույս։ Դեսեք դարբեր քաղաքներ կան եւ այժմ անցնենք Բարի լույս, ծեր գարձիկը։ Բարի լույս, հարգելի Ստեփան, բարի լույս։ Դիկրան, ամեն մարդ քեզի, նայ ջուհուդներն է սիրում են եւ չեն սիրում, հո չերտան։ Դու հիմա չերտանում մի դուր։ Հա, եղավ։ Սերը, գիտես, մի յուրահատուկ բան կա։ Հիմա դու մի նկար շատ ճիշտ դիտողություն արեցիր,
մտքի սիրո մասին։ Գիտակցության սիրումը դա ամենակարևորն է, որտեղ անկախ սեռական այդ արտահայտության, որ ասենք կինը տղամարդը կնոջ գեղեցկությունը տեսնելով է սիրահարվում, այսինքն բառ ասում հարված է ստանում այս սեռական արտաքին բանից, որ սիրահարվում է։ Եվ հալվում է այդ սիրով, որտեղ դա մի ուրիշ զգացում է, այսինքն մարդը անկախ իրանից սեռական պատճառով է ձգտում ունենում կնոջական թե ինչ, մի բան կա, որ բոլոր դեպքերում տեսեք, մի ուժ կա, ներքին զգացում, որ բոլոր մարդկանց մեջ դրված է։ Ձգտում կա, որ ինչ-որ մի բան գնահատում է, որ սիրում է, մի գնահատելու մի զգացողություն կա, որ ձգտում է առաջացնում, գրկելու կամ համբուրելու, կամ պարզապես մտքով հեռվից հեռու անընդհատ սիրում է եւ այդ սիրո զգացումով, ինչպես ասիր, թեկուզ ուրիշի հետ է քնում, ուրիշի կինն է, բայց չունի, ասենք, անառակ ասենք ցանկություն, որ անպայման սեռական հարաբերությունն է, բայց ինչ-որ մի ձևի գնահատում է այդ կնոջ գեղեցկությունը կամ ինչ-որ մի որևէ զգացումով, դա գիտեք ինչն է գնահատում։ Այն զգացողությունը, որ տրված է տիեզերքից, եթե այդ զգացողությունը սիրո չլիներ, երկիրը մոլորակը մարդկությունը վաղուց իրար գզել էին։ Այդ միակ զգացումն է, որ գոնե մարդուն զսպում է, ինչ-որ մի կյանքի վիճակ, կյանքի գոյություն է գնահատում։ Այսինքն մարդը գնահատում է այդ էակի, այդ մարդու նույնիսկ ազգի, որ ասում է ազգս եմ սիրում։ Հիմա ազգը բոլոր տեսակի բնավորության մարդիկ են, ասենք ազգի համար պայքարում է, չէ՞ մարդը, նվիրված է ազգի ազատության համար, ազգն է սիրում, նա սիրում է այդ ազգի հատկանիշները, հենց այնպես չի սիրում։ Բայց Դիկրան, նայ մենք խոսում ենք Սուրբ Վալենտայնի սիրո արտահայտության։ Հիմա դրան գամ, ես ինչ համար սա բերեցի օրինակ։ Բայց շատ հեռու ենք ասել, մոդիկ հիմա ասա։ Այսինքն գիտակցականին է տանում այս ամեն ինչը բոլոր դեպքերում, բոլոր քննարկումները ի վերջո տանում են գիտակցականի գնահատմանը, որ ինչու ենք սիրում։ Եվ ինչու մենք չենք կարող չսիրել բոլոր դեպքերում, որովհետև այդ թեկուզ մանավանդ ազգի համար, որ սիրում ընդհանուրն է սիրում, եւ այդ ընդհանուրը գերագույնն է, այդ մտքի սերն է, որ դու ինչ-որ մի արժանիք ես գնահատում, դրա համար ես սիրում, հենց այնպես չես սիրում։ Արժանիք, արժեք ես գնահատում, մարդու արժեքն ես գնահատում, սկզբից ասեք արտաքինն ես գնահատում, որպես ստեղծված գեղեցիկ էակ, նրբությունը կնոջ, այդ գեղեցկությունը, դու դա ես գնահատում, որ ձգում է, եթե այդ ձգողականությունը չլիներ, հիմա պատկերացրու մի կոպիտ օրինակ եմ բերում, որ դուք հասկանաք կարևորությունը, եթե տղամարդն ու կինը արտաքնապես նույն ձևի լինեին, նույն կոպտությամբ, կամ նույն նրբությամբ լինեին, մեկը մյուսին չէին ձգելու, տարբերություն չէր լինելու։ Դրա համար կինը ստեղծվել այնպես, որ այդ տղամարդը սիրո զգացումով մոտենա կնոջը, որպեսզի երբ որ սիրո զգացումով է սերը տալիս։ Այդ կնոջը, որը օրենք կա դրված։ Բայց գա որ դղա է սիրում, չէ, նույն գոբդությամբ են, կամ աղջիկ են սիրում։ Այլասերված ուրիշ բան, դա արհեստական ստեղծված մի ուրիշ բան է։ Բայց ավետարանի մեջ կանանք բամություն, ավետարանի մեջ լի կանանք բամություններ կան։ Էթիկա, դա գալիս այդ պարազիտների կյանքից, դա մի հատ ուրիշ առանձին թեմա է։ Եղավ, Դիկրան, եղավ, հիմա իմ Աստվածը փող է ուզում, պետք է արևտրական ծանոթություններով եւ տամ Դիկրան։ Դե հիմա հարցը այսպես է։ Շատ լավ, առայժմ, բարի լույս, ձեր բանին կարելի է խոսել։ Բարի լույս, սերներ, վերջը գիտեք, Աստվածը ինձի ասանք հերույեն, ցայմը գղրգեգս է, Ստեփան, գնա արևտրական ծանոթությունների։ Ուրեմն արևտրական ծանոթությունները վերադառնալն հետո նորեն բիճանագենք այս սիրո, ես քեզ սիրում եմ։ Տուն, քեզի։ Թեկուզ որ ծաղկում նստած ես, ես քեզ սիրում եմ։ Կամ եթե աչքոմ անցար, ավելի շատ պիտի սիրեմ քեզի։ Բայց գիտես ինչ է, ես սիրում եմ, բայց քիչ վերջում մեկ հատ ուրիշ մեկը գա սիրենա կսիրեմ։ Արևտրական ծանոթություններ։ Ուշադրություն, վերջ հեմորոիդի ցավերին, կա այնպիսի մի դեղամիջոց, որը կատարյալ բուժում է հեմորոիդը, կանխում արյունահոսությունը, այլևս պետք չէ դիմել վիրահատության։ Հունգարական Մելոզայթ Մաքսը եւ Մելոզայթ Սիմպլասենը վերջնականորեն կվերացնի հեմորոիդը։ Այժմ արդեն առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամերիկյան FDA-ի կողմից արտոնված այս դեղամիջոցը կարող եք պատվիրել անվճար հեռախոսահամարով 877-624-1284 կամ այցելեք melozite.com կայքը եւ ստացեք 2 դեղորայքը 1-ի գնով։ Արաքումն անվճար, Մելոզայթ, լիարժեք բուժում։
Ուրեմն սերներ Facebook-ի վրա գնայեմ որ մարդիկ ասանք կնեն։ Բայց եկեք քանի որ այսօր սիրո մասին է այս ծրագիրը եկեք սեր գրգենք իրարու սիրտը գիտեք այս սիրտ մգա Facebook-ի վրա սիրտ կղրգես Վեճեչո սիրահարված ես սիրտ ունիս օրինակի համար եթե նույն սկզբունքով եւթաս ուղեղ ունիս ուղահարված ես սիրահարված ես ուղահարված ես կարելի անակ պամնել բայց ես քեզ սիրում եմ ես Ստեփան Պարտամյանը որ ընդունի որ սերկոյություն չունի բայց քանի որ այս շաբաթ սիրո սկացումներով ասենք Աստված եկավ գլխիս զարգացա որ սիրա հարվիր ուրեմն ես սիրահարվեցա քո վրա Փարի Լուիս Սերգավձիկը Ուզեմ շնորհակալություն հայտնել այս քերեցիկ հայդակիրներուն համար։ Շնորհակալություն։ Գուզեմ ասել թե սերը պայման չունի։ Եթե հարկանք կա, սեր կա եւ պետք չունենք որոշ ֆորմը հայտնելու մեր սերը, մեր սիրած անձին։ Այո։ Գասկած չի գալու, բայց ես նորը սկսա սիրահարվելու, այս շաբաթ մի անտե պիտի սիրահարվեմ, ընդունելի է այդ մեկը կամ ոչ։ Եկելա։ Հիմա եթե ես սիրահարվեցա Եթե ես սիրահարվեցա ծեր վրան, բայց ամսուն 14-ին հետո սերս չեմ սիրահարվիր, կընդունեք այդ մեկը։ Նայած ինչ տեսակ սիրահարվիլ։ Ինչ տեսակ սիրահարվիլ, մեկ տեսակ սեր գա, չէ, ներողություն երկու տեսակ սեր գա, չէ։ Երկու տեսակ կա։ Հիմա, նե, 10 օրվա մեջ 5 օր ասանք կսիրահարվինք, 5 օր անանք կսիրահարվինք։ Չլար չգլա։ Կասկածելի է քիչմը, չեմ գիտեր։ Եղավ, դուխուրեմ։ Եղավ։ Դուխուրեմ։ Սերգավձիկը։ Ուզում եմ խոսամ Ստեփան հետ։ Կարող ես խոսես, ուղի եթեր ես, հեռադեսինի մի նայիր։ Ինչ կարող ես ասես սիրո համար։ Ամենալավ բաները։ Ուրեմն սիրահարվիլը եւ սիրելը լավ բան է։ Այո։ Միով շնորհակալություն, ուրիշ բան գուզես ավելցնել։ Ոչ։ Շնորհակալություն։ Փարի Լուիս։ Սեներ այսօր բավական սիրահարված մարդիկ կան գավձես։ Սերգավձիկը, Փարի Լուիս։ Այո, Ստեփան ջան։ Հոգիս ինչպես ես։ Լավ եմ։ Ստեփան ջան, դու մի լավ խոսք ունես, չի ասում մարդը պետք է չեշանա որ սիրահարվի։ Պետք է չսիրահարվես, այլ պետք է հասկանա ընտանիքը։ Տենում ես 10 տարից թե սիրահարվում ես, սիրատես պահում, վերջում փսակվում 2 ամիս հետո բաժանում ես։ Ադիգա մյուս սերն է, ադիգա բարձրապես անգողին եւ տալու համար է։ Հա, էդի հետ։ Քանի հայրիկը մայրիկը չի ցկել աղջիկան որ կասան ընտանիքը։ Այո։ Դες ամերիկացի իր շանն էլ է սիրում, բայց շունը հավատարիմ է մնում։ Տնկան սիրում է, թողում փախնում է։ Հա։ Ուրեմն ամեն մարդ իր փորձառությունը այո։ Փութակին են սիրում։ Սերն էս բան է, որ խափուսիկ բան է, պետք է հավատարմություն լինի, ուրախություն լինի։ Երեխուն էլ է սիրում, 15-18 տարի պահում ես, թողում փախնում է։ Այո։ Բորանում է հերը ոտեղա, մերը ոտեղա։ Այնց որ սերը խափուսիկ բան է։ Էդի Սարքովի գործը սիրենք, ինչ կա սիրելու։ Մինչև ամսը 14-ը սիրենք։ Հարգանք ունենա դեպի իր ընտանիքը, իրար ճիշտ հասկանան։ Բայց թե որին նայում ես, սաղ սիրարված, գժի պես սիրարվում են, $100,000 հարցանիք են անում, մի ամիս հետո էլ 50,000 մայր տալիս են լոյարի, որ բաժանի։ Ադիգա իսկական էշություն է այդ մեկ հատ։ Բա էշություն է, բա ինչ սեր, ոչ մի սերը չկա։ Մեր տատու պապը իրար չեն էլ սիրեն որ ամուսնացե։ Շնորհակալություն։ Գուզեմ ասել աստեղ, որ Facebook-ի վրա արդեն ամեն մարդը սկսած է սիրդեր գրգել, քանի որ սիրո արդայություն է, որ իրարու հանդեպ կներկայացնենք։ Դղա աղջիկ, խմբա սիրապանություն գլա այստեղ Facebook-ի վրա հարցումներ Mavdirosը գսեր love is a game of two stupid people who are trying to make the third one
բավական լավ է։ Ուրեմն Մարտիրոսը գսե որ երկու աբուշ մարդիկ գփորձեն որ երրորդը ստեղծեն ադոր համար սեր փարգ օգտագործեն։ Շարունակեցեք սեներ, սիրեցեք իրար, ես սիրում եմ դղակներ ցեզի չեմ սիրում։ Ադիգա հստակ թողալա։ Գիտեմ, շատ ասենք հայաստանցիները գսեն, արածուին, գիտեմ ասենք պիպ բամը, չէ, դղա մարդիկ չեմ սիրում, կանայք եմ սիրում ես։ Եվ իրականչուր օր, եւ որ աստուծո գամքով մի իքական սեր իմ արջևս կուկա, որ մենք կհամգնենք իրարու դիեզերքի ուժերով, ես կսիրահարվեմ։ Եվ որ ես կսիրահարվեմ, արդեն թիմացինը, իքական սերի անդամը, անպայման կսիրահարվե իմ վրաս, քանի որ ես նախքան որ այդ սիրահարության երկու դարբերակներից այդ ամենակարևորը, որ հայ դղամարդը գերտա, մյուսին գերտամ ես։ Ես մարդուն կսիրեմ այս մարդսելով մի գազեք դղամարդ, իքական սերն ամարդ արարած է, չէ։ Իքական սերի, չէ, մազերը չեմ սիրեր, ներսինը կսիրեմ։ Արդեն նայցեք, մարդ ասած կատ էյագը աչքերով գրնաս արդեն իմանալ։ Խնդրեմ, վաղվա և միսուրվա ծրակիվներուն բիդի հարցնեմ, որ առաջին անգամ ինչն է, որ ծեզի գսիրահարեցնե, օրինակ համար աչկը, հետույքը, գուրցկը, ոտքերը, մազը, եղունքը, և գիտեք, ամեն ինչը ֆիզիկական է, այդ որ մարդիկ կսիրահարվին, բայց այդ փոլորի մեջ նագա, այս կարողությունը, ուղեղի կարողությունը, արդյոք ձեզ մեքանիսը սիրահարված եք առաջին նայվածքով կամ առաջին խոսակցությամբ։ Առաջին անգամ, որ թիմացինը մի քաղաքար կներկայացնի, թեկուզ գադակ, թեկուզ լրջություն, հարցումը որ կհարցնե, պատասխանը որ կուտա, ձեզ մեքանիսը այդպես եք սիրահարվել, իսկ վստահ եմ, որ մեծամասնությունից սիրահարված եք, քանի որ շատ սիրուն հետույք ուներ, շատ սիրուն ոտքեր ունի, շատ սիրուն գուրցք ունի, ինչ գեղեցիկ աղջիկ է, իմիջիալս նայեցեք, այդ գերց թեղին քույնով մազերը ես չեմ սիրում։ Այսինքն իրավունք ունիք, բայց չեմ սիրահարվիր ձեր վրան։ Եղավ, կսիրեմ, բայց չեմ սիրահարվիր։ Ահավասիկ ընտրություններ են, ֆիզիկական ընտրություններ, բայց այդ առաջին սերը, ուղեղի կարողության սերը, մարդ դարիքը որ արնե կսկսի անդրադառնալ։ Իսկ եւ որ 18-19 տարեկան ինչ որ մեր էշ հայերը կամ ուսնացնեն զավակները շուտմեն, գիտեք, որ մի անտե մեկ քաղաքարի համար է։ Այո, գիտեմ, քո ծեր մեծ մամաները, իմ մեծ մամաները 16-15 տարեկանին ամուսնացուցին, քալեցուցին, քանի որ խեղճերը փամը չունեին, եւ դղամարդը պետք է դերը լար եւ դրամատրեր ամեն ինչը։ Բայց այսօր կանական որ իրենք դղամարդու դիրություն են անում, չէ։ Իմիջիալից ես կամուսնա, գիտեք, դարիներ առաջ այդ խաղը խաղցա։ Ասեցի, որ ես կամուսնանամ նորեն եւ որ իքական սերը լիքը փող ունենա իմ վրաս ծախսելու եւ հենց այդտեղ արդեն #ծև դրամով կամուսնանամ։ Բայց նկատի կառնեք, որ դուք ամենի դա ամուսնացած եք #ուրիշներու դրամներով։ Վերջիվերջո ասում եք, չէ, նվեր մի բերեք, փող։ Ուրեմն սեներ, այսօր ես սիրահարված էի քո վրա։ Իսկ վաղը շատ հավանական է որ սիրահարվեմ քո վրա։ Վաղվա երկը գնդրեմ ցեզի եւ կներկայացնեմ այս շաբաթ բոլոր բիտ սիրահարվենք։ Ամոր գուզե շաբաթ գիշեր իմ հետ սիրահարված ճաշկերույթ պարանտեսի եւ դա ինքը բիտ վճարել ում սագեշեմ վճարել որ զանգարեցեք ինձի։ Թե ոչ հասկացողին համար միլիոնավոր սիրո արդահայտություններ, որից ամենակարևորը բարի լույսն է, չի հասկացողին համար շարունակեցեք չհասկանալ, մի օր կհասկանաք, թե ինչու ես ձեզի կասեմ բարի լույս։ Աբուշի մեկը
Պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է։ Բարի լույս։